Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս ռազմական անվտանգության հարցերով փորձագետ Ավետիք Քերոբյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Քերոբյան, Հայաստանի պաշտպանության նախարարությունը շարունակում է, այսպես ասենք, պարբերական ռեժիմով հերքել ադրբեջանական ապատեղեկատվությունները եւ դրանցից մեկը արդեն ամսի 28-ին էլի հրապարակեց մեր ռազմական գերատեսչությունը, էլի հերքում է, թե մենք արևելյան, հարավ-արևելյան հատվածում իբր կրակել ենք ադրբեջանի դիրքերի ուղղությամբ, դրան զուգահեռ ադրբեջանական կողմը ապատեղեկատվությունը իբր մեր կողմից կրակոցների ուղեկցում է իր կողմից իրական կրակոցներով Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Նախ սկսենք նրանից, շատերը այսպես ասենք տեղեկատվական եւ ոչ միայն, գրողները պայմանավորում են խաղաղության համաձայնագրի տեքստի հայկական կողմից համաձայնությունը տալու գործոնի հետ եւ Ադրբեջանի կողմից որպես ժեստ դիտարկում են, որ Ադրբեջանը չի ուզում ստորագրի այդ համաձայնագիրը եւ պատրաստ է կամ շարունակաբար ուժի կիրառման սկզբունքին ապավինելու հնարավորություն դեռևս տեսնում է։ Հիմնական հարցադրումը այն է, թե ինչ նպատակ է դա իրականում հետապնդում։ Քաղաքական, հոգեբանական ճնշումներ Հայաստանի Հանրապետության վրա, թե այնուամենայնիվ իրական ռազմական սպառնալիքի վտանգը մեծ է։ Դե եկեք առաջին հերթին տեսնենք, թե Ադրբեջանը իրականում ինչ է անում, ոչ թե քաղաքացիական ենթակառուցվածքներն է թիրախավորում, այլ ուղիղ կերպով թիրախավորում է քաղաքացիական բնակչությունը։ Կրակել է բնակելի տների վրա, մշակույթի տուն եւ այլն, այսինքն այստեղ մենք գործ ունենք քաղաքացիական բնակչության վրա ուղիղ հրազենային կրակի հետ։ Իսկ ինչ անում մեր պաշտպանության նախարարությունը։ Մեր պաշտպանության նախարարությունը փոխարենը զբաղվի իր ուղիղ գործով, այսինքն հակահարված տա, ապահովի բնակչության անվտանգությունը, ապահովությունը եւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձնմխելիությունը մտել է այսպես տեղեկատվական փոխհրաձգության մեջ, ոչինչ չանելով, այսինքն իր ուղիղ գործողությունը, գործառույթները չանելով։ Եթե նայենք քարտեզին, տեսնենք, թե որտեղ են տեղ խոզնավար խնացող գյուղերը, դրանք Սյունիքում մեր ամենախոցելի հատվածներում են, այնտեղ որտեղ ճանապարհներ չկան, այսօր այդ գյուղերից մեկը գտնվում է մոտակա ասֆալտից 7 կիլոմետր հեռավորության վրա, այսինքն նույնիսկ ժամանակին այնտեղ ռազմական օգնություն հասցնելը, եթե ներխուժում լինի այդ ուղղությամբ, շատ դժվար է լինելու եւ փոխարենը ստեղծեն ռազմական ենթակառուցվածքներ այդ խոցելի հատվածում, մտել են այսպես տեղեկատվական փոխհրաձգության մեջ, այսինքն զբաղված են ոչ իրենց անմիջական գործով։ Իսկ ինչի հետ է դա կապված, ես կարող եմ ուղիղ կերպով մատնաշել, որ 1994 թվականի մայիսի 12-ից մինչ այսօր Ադրբեջանը անընդհատ թիրախավորում է քաղաքացիական բնակչություն, անընդհատ թիրախավորում է մեր ենթակառուցվածքներ, մեր դիրքերը եւ իր վարկագիծը այս առումով չէլ փոխվել։ Փոխվել է մենակ այն, որ ժամանակ առ ժամանակ 2014 թվականից սկսված ավելի մեծածավալ մասշտաբ է ստացել իր գործողությունները, գիտենք 14 թվականի հուլիսից սկսվեց անընդհատ սրվել մինչև 2016 թվականի ապրիլը, դրանից հետո մենք ունեցանք մի քանի բարդ իրավիճակներ, պատերազմ, 20 թվական, 21 թվականին ներխուժում Հայաստանի Հանրապետության տարածք արդեն նոր ձևավորված սահմաններից ներս, առաջնագծից ներս, 22 թվականին տարածքային կորուստներ եւ մարդկային կորուստներ, 23 թվականին Արցախի կորուստ, այսինքն Ադրբեջանը ուժի կիրառման սպառնալիքից ոչ միայն չի հրաժարվել, այլ նրա ուժի կիրառումը ստացել է ավելի ու ավելի այսպես մասշտաբային բնույթ եւ դրա հետ միասին այլ է ստացել նաեւ ցեղասպան բնույթ։ Տարատեսակ եւ բազում միջազգային փորձագետներ, այդ թվում միջազգային ՄԱԿ-ի միջազգային քրեական դատարանի նախկին դատավորներ 23 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցածը ձևակերպել են որպես ուղիղ ցեղասպանական բնույթ կրող գործողություն։ Ասում եք մեր ռազմական գերատեսչությունը մտել է տեղեկատվական փոխհրաձգության մեջ, չանելով ոչինչ, ինչ պիտի անի, փոխադարձ կրակ բացի։ Պարտադիր։ Այո։ Պարտադիր։ Այսինքն այն կրակակետերը որտեղից եւ կրակակետերը, այսինքն այդ կրակակետերը հեշտությամբ այսօրվա տեխնիկական միջոցներով հայտնաբերվում են, այդ կրակակետերի վրա փոխադարձ հենց կրակային ներգործություն պետք է ունենա։
թուրքը վախենում է իր վրա կրակելուց։ Միանշանակ։ Իսկ դա չի կարելի այսպես դիտարկել որպես սադրանք կամ սադրանքին պատասխան։ Դա մեր քաղաքացիական բնակչության պաշտպանության ուղղված գործողություններ են։ Ես հիմա քաղաքական խոսույթը փորձեմ հասկանալ ռազմականում ինչպես կարող է արտահայտվել քաղաքական իշխանության ներկայացուցիչները ասում են անգամ ռետորաբանության մակարդակում մենք չենք գնում իրավիճակի սրմանը հասկանալով դրա հետևանքները հիմա եթե անգամ խոսույթի մակարդակում Հայաստանի իշխանությունը ձեռնպահ է մնում այսպես ասենք չակերտավոր իրավիճակը բորբոքելուց ապա այդ դեպքում եթե մենք պատասխան կրակ բացենք ինչպիսի հետևանք կարող է ունենալ Դե պետք է հասկանանք թե քաղաքական իշխանությունը ինչ է անում ի վնաս թե օգուտ Հայաստանի եւ հայ ժողովրդի եւ Հայաստանի բնակչության շահերի է այդ այսպես ասած խոսույթը, որ չսադրենք, չբորբոքենք, տեսնենք ինչ է լինում, հազիվհազ ինչ որ բանի շուրջ համաձայնվել ենք, բայց նաև պետք է հասկանալ, թե այդ ինչի շուրջ են համաձայնվել, այն ինչ որ վերջի երկու կետեր, որը որ ներմուծվեց հանրային դիսկուսիի շրջանակ, դա այն մնացած 15-ից բացի, այդ մնացած 15-ի շուրջ ոչ մի խոսակցություն չկա եւ գաղտնի է պահվում Հայաստանի ժողովրդից բայց նաև պետք է ուշադիր լինենք թե ինչ են այդ համաձայնեցումից հետո ասում մեր ճշտամիները մեր հակառակորդները ասում են որ այդ համաձայնեցվածը համաձայնեցված բայց չենք ստորագրի եթե չփոխվի սահմանադրություն եւ այլն տարատեսակ պատճառներ չզսպվեն ոչնչացվեն այսպես ռևանշիզմի աղբյուրները, ռևանշիզմի կետերը եւ այլն, այսինքն մենք գործ ունենք այս համաձայնեցված տեքստից բացի այլ ագրեսիվ վարքագծի հետ, որով մեր հակառակորդը մեզ սպառնում է եւ այդ ագրեսիվ վարքագիծը համեմված է հենց քաղաքացիական բնակչությունը ուղիղ կերպով կրակով թիրախավորելով այսինքն մենք գործ ունենք այսպես այն նախկինում հայտարարված կառուցողականի փոխարեն հակառակը մեզ կոտրել, մեզ ցեղասպանելու եկած եւ այդ մտադրությունների չհրաժարվող ճշտամիների հակառակորդների հետ Ինչպես եք այլ տեսնում այս իրավիճակի վերջո հանգուցալուծումը Ադրբեջանը կգնա խաղաղության համաձայնագրի ստորագրման Մի հատ կրակենք վրաները Մի հատ կրակենք վրանները, տեսնենք ինչ է լինում, որտեղ իրենք անընդհատ մեր վրա կրակում են, հա։ Եթե սկզբից կրակեցին մշակույթի տան վրա ինչ որ պատից թռած ծեփեր ցույց տվեցին մեզ, հետո կրակեցին տան պատոհանից, հետո կրակեցին տանիքի դրված ջրատաքացուցիչի վրա, այս վերջի կրակոցները արդեն տնից ներս ընկած գնդակներ էին եւ այլն, եւ դա նաեւ ֆիքսեցին հաստատեցին Եվրամիության քաղաքացիական առաքելության դիտորդները Պարզ է դառնում, որ Ադրբեջանը իր մտադրություններից հայ սպանելու մտադրություններ չի հրաժարվելու։ Եվ չի հրաժարվել եւ չի հրաժարվելու։ Նման թշնամու հետ, նման հակառակորդի հետ գնալ ինչ որ խաղաղության այդ ֆորում նրանք բառացիորեն էլ մեջ են բերում Իլհամ Ալիևի խոսքերը, որ ոչ մի համաձայնագիր, ոչ մի պայմանագիր չի երաշխավորելու պատերազմ չվերսկսելը, ռազմական գործողություն չվերսկսելը, անիմաստ եմ գտնում, որևէ կերպ այլևս արծարծել այսպես կոչված խաղաղության համաձայնագիր կամ խաղաղության պայմանագիրը, որովհետև դա ոչինչ չի տալիս հայ ժողովրդին։ Բացի դրանից, որ դա կարծում եմ եւ դա ես որակում եմ որպես թմրանյութ, մեր զգոնությունը թմրեցնելու, մեր այսպես ակտիվությունը սահմանափակելու, մեր պաշտպանողությունը, մեր դիմակայությունը փոքրացնելու, վերջո վերացնելու։ Ասում եք, փաստորեն Հայաստանը պետք է մի կրակոց արձակի տեսնի ինչ է լինում, բավոր պատերազմ լայնածավալ լինի։ Չի լինի պատերազմ լայնածավալ, չի լինի։ Կլինի, եթե մենք չպատասխանենք, եթե մենք պատասխանենք, եթե մենք ցույց տանք որպես ժողովուրդ, որպես պետություն, մեր տարածքը, մեր քաղաքացիների անվտանգությունը, մեր տարածքային ամբողջականությունը պահպանելու կամ վերականգնելու հաստատակամությունը, վճռականությունը չի լինի պատերազմ։ Պատերազմ լինում է այն ժամանակ, երբ որ դիմացին հետ համոզված է քո թուլության մեջ, համոզված է իր անպատժելիության մեջ։ Բայց դրան զուգահեռ օրինակ Հայաստանի վարչապետը ասում է, որ ինքը զինված ուժերին հրաման չի տալու, որպեսզի օրինակ այդ 200 կամ դրանից ավելի քառակուսի կիլոմետր մեր տարածքից օկուպացված հատվածները ազատագրեն մեր զինված ուժերը։ Դա սահմանադրական կարգի տապալում է այդ հայտարարությունները, սահմանադրական կարգի տապալում է, քանի որ Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետը զինված ուժերի կառավարման ղեկավարման հետ կապված որևէ գործառույթ կարող է ստանձնել միայն պատերազմի դեպքում։
նույնիսկ ռազմական դրության դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը զինված ուժերի կառավարման, նրանց գործառույթների, նրանց առօրյայի, նրանց նույնիսկ քաղաքական, այսպես ասած, գործառույթի հետ, չնայած զինված ուժերը քաղաքական գործառույթ չունեն, նրանց գործառույթների հետ կապված բացի ապահովումից, հա որևէ գործառույթ չունի։ Դուք ադրբեջանական պահանջներից թվեցիք օրինակ սահմանադրության փոփոխության հարցը։ Ես ավելացնեմ եւս մեկը, ասում են Հայաստանը պետք է դադարեցնի սպառազինվել, հա։ Ներսում Հայաստանին ոչ միայն քաղաքական շրջանակներ մեղադրում են չսպառազինվելու մեջ, մեր ճշնամին մեզ մեղադրում է սպառազինվելու մեջ, հա։ Եվ նախ հասկանանք հիմա որտեղ է ճշմարտությունը, եւ հետո այս վերջերս էլի տեղեկություններ տարածվեցին Հնդկաստանի հետ հնարավոր նոր գործարքների մասին, սպառազինությունների։ Խնդրեմ նաեւ դրան անդրադառնալ։ Դե տեսեք, մենք մի կողմից սպառազինվում ենք, հա, Հնդկաստանից, Ֆրանսիայից եւ մի քանի այլ երկրներից սպառազինություն ենք ներկրում, մյուս կողմից չենք զարգացնում մեր տեղական ռազմարտությունաբերությունը, չնայած տալ տեսեք պաշտոնյաներ, սկսած բտանախարար, պաշտպանության նախարար, վարչապետ եւ այլն մի անգամ նույնիսկ անվտանգության խորհրդի քարտուղարը եւ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը դրա մասին խոսեցին, որ մինչեւ 20 թվականը ոչ մի բան չի եղել, հիմա նոր սկսել ենք զարգացնել, չնայած դրանք ստեր են եղել, բայց մենք 20 թվականից այս կողմ անշեղորեն թերակատարում ենք ռազմարտությունաբերության զարգացմանը հատկացված բյուջեն։ Իսկ տեղական զարգացող ռազմարտությունաբերությունը եւ զարգացած ռազմարտությունաբերությունը մեզ սպառազինության հիմնական աղբյուրը պետք է լինի։ Պարզ է իհարկե, որ ծանր սպառազինություն, տանկեր, հրետանի կամ բալիստիկ հրթիռներ դեռ երկար ժամանակ չեն կարողանում սեփական ուժերով սեփական կարիքներ բավարարել, բայց այն ինչ որ կարողանում ենք, թեթև դաշտային հրետանական, տերականետային զինամթերք, հենց թեկուզ հրետանային զինամթերքը, տաղատեսակ տեխնիկական միջոցներ, ռադարներ, ջերմատեսիլներ, թեթև սպառազինություն այս վերջերս հայկական մի ընկերություն ցույց տվեց իր բավական հաջող ստացված բուլփափ տեսակի ինքնաձիգը, որը ես ինքս անձամբ տեսել եմ դեռ գծագիր վիճակում եւ համարում եմ, որ դա ոնց որ մեր համար հեռանկարային ուղղություն է, հա դրա փոխարեն դա զարգացնելու, հա մենք էլի խոսում ենք ներկրելու մասին։ Հնդկաստանը ժամանակին եւ ոչ միայն Հնդկաստանը, այլ երկրներ, որտեղ ես անձամբ իմ նախկին պաշտոնում եղել եմ եւ նրանք այսպես բարյացակամ մոտեցումներ են ունեցել, դրսևորումներ են ունեցել մեր նկատմամբ, հա, եկել մասնակցել են Հայաստանում ռազմարտությունաբերական ցուցահանդեսներին, ռազմական տեխնիկայի ցուցահանդեսներին, նույնիսկ ինչ որ նախապայմանագրեր են եղել, որպեսզի բերեն արտադրություններ կազմակերպեն այստեղ, մենք փոխարեն դա անելու, մենք շարունակում ենք խոսել եւ մեր գործընկերները, այսպես ռազմատեխնիկական համագործակցության գործընկերները շարունակում են խոսել մատակարարումների մասին։ Արտադրությունները ինչ եղան, ուր է այդ արտադրությունը, ինչի չենք զարգացնում հենց այն արտադրությունը, որը որ պետք է ներկրմանը փոխարինի։ Եվ ես գիտեմ նաև մի բան, որ այսօր ռազմարտությունաբերության ոլորտի լիազոր մարմինները, այսինքն բտանախարարության եւ ռազմարտությունաբերության կոմիտեն ընդհանրապես զբաղված են տարատեսակ օրենսդրական նախաձեռնություններ դաշտ նետելով եւ կառավարության որոշումները եւ օրենքի փոփոխություններով ընդհանրապես արդարացնելու հենց հանգործությունը կամ դանդաղկոտությունը։ Այս վերջերս մի կառավարության որոշման նախագիծ էր հրապարակվել, ընդունվեց, հետո գնաց լրամշակման, որով այսպես ասած փորձանմուշների արտադրությունը մինչև հայտից մինչև պայմանագիր 5 աշխատանքային ամիս էր տևելու։ Հա, որ պատկերացնեք ինչ է 5 աշխատանքային ամիսը, դեռ մի բան էլ համարը մեջ է, դա նշանակում է, որ 2025 թվականին ոչ մի բան չեն անելու։ Նույնը վերաբերում է հատուկ գիտահետազոտական փորձակոնստրուկտորական աշխատանքներին, հեսա 4 ամիսը ավարտվեց եւ տարվա 1/3-ը փաստացի, բայց այսպես ԳՊԿ աշխատանքների ֆինանսավորման կարգը դեռ գտնվում է մշակման փուլում, իդրաֆտայում տրված է քննարկման բացասական գնահատականներով, այսինքն մենք ունենք մի վիճակ, որ ռազմարտությունաբերությունը հերիք չի 5 տարի զարգացումը կանգնած է, 20 թվականից այս կողմ կանգնած է, դեռ մի բան էլ ավելի ու ավելի դանդաղկոտություն ինստիտուցիոնալացնում են։ Դրա փոխարեն մենք պետք է հակառակը վերացնենք բոլոր բյուրոկրատական խոչընդոտները, այն ինչի մասին խոսում են, բայց հակառակն են անում, վերացնենք պետական ապարատի դանդաղկոտությունը, այսինքն լարենք այդ ապարատը ամբողջապես, որպեսզի իր մաքսիմալ հզորությամբ, ոչ միայն ապարատի մաքսիմալ հզորությամբ, այլև եւ կամավորական համայնքի, եւ փորձագիտական համայնքի, եւ այն գործարարների եւ գործարանների հզորությունները առավելագույնով աշխատացնելով, որպեսզի կարողանանք եւ ունենալ զարգացած ռազմարտությունաբերություն, նվազեցնել ներկրումներից կախվածությունը, դեռ մի բան էլ կարողանանք ոնց որ ավելի հզոր հակազդման միջոցներ ձեռք բերենք կամ ունենանք։
Շատ լավ, բայց մենք ունենք նաև համապարփակ անվտանգության հայեցակարգ, չէ՞։ Չունենք։ Դրա մասին խոսում են, հայեցակարգ, տեսեք, եթե ասում ենք հայեցակարգ, դա ոչ թե փորձագիտական համայնքի պատրաստածը պետք է լինի, հա, այլ պետք է լինի պետության կողմից, իշխանության կողմից որդեգրված եւ ոչ թե թղթի վրա կամ հայտարարությունների տեսքով կամ մի PowerPoint-ի սայքի տեսքով, այլ պետք է լինի գործողություններով։ Մարդը եթե ասեց համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգ, պետք է արդեն ինչ-որ բան անելուց լինի։ Մենք այսօր ոչ մի բան չենք անում։ Թղթի վրա ունենք այսպես տարածքային պաշտպանության ուժեր, հա, թղթի վրա ունենք տեղական պաշտպանության ուժեր, որոնք ոչ մի կերպ չեն այսպես իրենց կազմակերպման բնույթը չի բխում մեր առանձնահատկություններից, իրենց հրամանատարմանի կամ կազմավորման բնույթը չի բխում մեր առաջնահերթությունից, բայց դրա հետ միասին նաև ունենք այսպես հանրության պարակտման օրակարգ, որը ՀՊԱՀ-ի հակառակն է։ Համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգի կարևորագույն գրավարկանը հանրային համախմբումն է։ Հանրային համախմբում այսօր Հայաստանում գոյություն չունի։ Հակառակը ամեն ինչ արվում է եւ դիմության եւ ընդդիմության կողմից, որպեսզի հանրությունը չհամախմբի որևէ այսպես կարևոր առաջնորդող գաղափարի շուրջ, որը Հայաստանի պաշտպանությունը պետք է լիներ։ Իսկ ինչու՞։ Որովհետեւ դա ձեռնտու է մեր թշնամիներին։ Այսինքն մեր քաղաքական դասը թշնամական է եւ ընդդիմությունը իրականում սպասարկում են այո մեր թշնամիների օրակարգը եւ իշխանությունները եւ այսպես նոմինալ ընդդիմությունը, որովհետեւ որևէ բան հանրության համախմբման համար չի արվում եւ դիմության եւ ընդդիմության կողմից, էլի կրկնում եւ պատրաստ են փաստերով ապացուցել։ Ավելին ասեմ, հանրային համախմբան ցանկացած գործընթաց կլինի հայակվե, եվրակվե, ցանկացած այլ բան անմիջապես պիտակավորվում է, հետո դա նսեմացվում է, հետո դա դառնում է ոչինչ չարտահայտող, ասենք, գործողություններ։ Հիմա տեսնենք թե ինչ է կատարվում, տեսնում ենք, որ ոչինչ չի կատարվում։ Լավ, եկեք այսպես իրավիճակը ընդունենք։ Փորձենք ավելի լավատեսորեն նայել, հա։ Եթե չկա այդպիսի պարակտման, ենթադրենք, չկա պարակտման այդպիսի հստակ օրակարգ, հա, ամեն ինչ իներցիոն է տեղի ունենում։ Պարակտման օրակարգ չկա, ցանկացած նախաձեռնություն, այդ թվում նրանք, որոնք դուք հիշատակեցիք, շատ հեշտությամբ քաղաքական հստակ երանգ ունեն, հետևաբար պիտակավորվում են եւ այլն, մեր հանրությունն էլ ենթադրենք մեծամասամբ ապաքաղաքական է, բայց այստեղ կա բայց, հա, կա այդ համապարփակ պաշտպանություն ասվածը, քաղաքացիական պաշտպանություն, կառավարչական կազմակերպչական հարցեր, զինվորական կոմիսարիատներ, աշխարհազորայիններ, ռազմամարզական կառույցներ, դպրոցներում, չգիտեմ, ռազմագիտության դասընթացներ, հազար ու մի բան կա, հա, հազար ու մի բան։ Բոլոր քաղաքական կոմպոնենտները հանում ենք, ամեն տեղից այսպես հանում ենք, հա, զուտ գալիս է մեր ինքնապաշտպանության եւ դրա պատրաստ լինելու հարցը, ուրիշ ոչ մի բան, հա։ Սա ինչու տեղի չի ունենում։ Չէ՞ որ դա բոլորի շահից է բխում, ամեն անձի եւ կոլեկտիվի։ Իհարկե, բայց այստեղ պետք է հասկանանք մի բան, որ մենք չունենք քաղաքացիներ իրական, հա, մեր ժողովրդի մեծ մասը քաղաքացի չի, մեր ժողովրդի մեծ մասը համարում է, որ Հայաստանում բարձով է ապրում, ուրիշ տեղ ավելի լավ կլինի, այնտեղ կգնա կապրի, որովհետև չունենք քաղաքական ինքնորոշում, չունենք քաղաքական ինքնագիտակցություն, հա, ինքնապաշտպանության կարող է գնալ եւ արդյունավետ կերպով ինքնապաշտպանության պետք է կարող է գնալ քաղաքական ինքնագիտակցություն ունեցող ազգը, ժողովուրդը, հա, չի կարող այսպես ապատիկ անտարբեր վիճակում գտնվող ժողովուրդը բնակչությունը, մենք պետք է ցավով ընդունենք, որ այսօր Հայաստանում ունենք ընդհանրապես բնակչություն, իսկ ընտրազանգված էլ չունենք, հա, այդպիսի ժողովուրդը չի կարող գնալ եւ կազմակերպել իրականում համապարփակ պաշտպանության համակարգ։ Մի ուրիշ հարց տամ, էլի ձեր, էլի այս կոնտեքստում իհարկե։ Իսկ եթե այդ պետական ինստիտուտների կողմից, չասեմ պետական ինստիտուտների, դրանք որտեղ կլինեն, թե պետական, թե մասնավոր եւ այլն, ինստիտուտների կողմից, եթե այդ համակարգերը գործարկվեին, հա, հանրությունը չէր ընդդիմանալու դրան։ Անկախ նայած այս մարդը ունի քաղաքական գիտակցություն, չունի այդ քաղաքական գիտակցությունը, մարդը ինքնապաշտպանության բնազդ ունի, հա։ Եթե
գործարկվեր այդ օրինակ այդ համալիր մեծ համակարգը, ապա ով չէր կոպիտ ասած դառնա այդ համակարգի մասը, թեկուզ ինքնաբերաբար։ Տեսեք, ես բերեմ մի օրինակ, հա, այդ օրենքներից մեկը ասեց, վերջի 7 տարվա ընթացքում հարկային օրենսգրքի, հիմա կասեք հարկերը եւ տնտեսությունը ինչ կապ ունեն, հա, հարկային օրենսգրքի 140 փոփոխություն է տեղի ունեցել, որը բերում է այսպես ներդրումային միջավայրի անորոշության, բերում է տնտեսական անկայունության, բերում է տնտեսվարողների կողմից ոնց որ ապագայի նկատմամբ անվստահության եւ այլն։ Եվ այս իրավիճակում, երբ որ մենք ունենք հենց թեկուզ տնտեսության ոլորտում անկայուն վիճակ, ու տեսնում ենք, հա, որ ամեն շաբաթ, ասենք կառավարության շենքի առաջ ինչ որ մի ցույց, ինչ որ մի գործողություն տեղի է ունենում բողոքի, հա, դա ինչի է բերում, դա բերում է եւ հնարավոր է նաեւ չեմ բացառում ընդհանրապես տկիտությունը, հա, բայց վստահ եմ, որ այստեղ կա նաև չարամիտ դիտավորության էլեմենտ, որպեսզի լինի տնտեսական անկայունություն, որպեսզի լինի անկայուն իրավիճակ, որպեսզի տնտեսվարողները գնան բողոք անեն, ոչ թե արդյունք եւ արժեք ստեղծեն, հետեւաբար մեր եւ տնտեսական աճն է դանդաղում է մեր տնտեսական հզորության աճը, հա, դանդաղում է մեր հնարավորությունը տնտեսապես դիմակայելու մեր սպառնալիքներին, մանավանդ որ գիտենք, որ աշխարհը կարելի ասել երրորդ համաշխարհային պատերազմի մեջ է, եւ մենք պետք է տնտեսություն, նաեւ հզոր տնտեսություն ունենանք, ներքին հզորություն պետք է ունենանք, դիմակայունություն պետք է ունենանք, որպեսզի դիմակայենք, հա, որպեսզի ունենանք ինչ որ, այսպես ասած, իմունիտետ չունենք, եւ այդ իմունիտետին անընդհատ հարվածներ են հասցվում։ Տեսեք, նույն պաշտպանության օրենքում, հա, այս վերջերս փոփոխություն մտցվեց աշխարհազոր եզրույթը, որը ներմուծվել էր 2020 թվականին, փոխարինվեց տեղական պաշտպանության ուժերի տեղական պաշտպանություն եզրույթով, բայց որ նայում ենք, տեսնում ենք այնտեղ ովքեր են տեղական պաշտպանության մասնակիցները, ոչ զինապարտ տղամարդ քաղաքացիները, տղամարդ բնակչությունը, այսինքն են թույլերը, տկարները, տարեցները կամ ոչ արեստավարժները, ինչ պետք է իրանք անեն։ Այդքան իրենք դուրս են մնում։ Իրենք չէ, հենց իրենք են տեղական պաշտպանության ուժերի կազմում։ Բայց զինապարտները, բայց մարզվածները, բայց 3 տարին մեկ վարժական հավաքների գնացածները, որոնք իբր թե պետք է լինեին տարածքային պաշտպանության ուժերի կազմում, բայց տեսնում եք, որ տարածքային պաշտպանության ուժերն էլ իրենց այսպես համալրված, կայուն կազմով չեն ձևավորվում։ Իսկն այն ինչ որ պիտի լիներ բրիգադներ, գումարտակներ, հա, տարածքային պաշտպանության, որ պիտի իրենց տեղը, տարածքը, հրամանատրումը, կառավարման շղթան եւ ամեն ինչը հստակ իմանան եւ ամեն անգամ այդ վարժակների գնային նույն կազմով, որպեսզի ոչ թե զբաղվեն 10 օր պոլիգոնում ինչ որ բան անելով, հետո 15 օր դիրքապահներին փոխարինելով, այլ գնային ռեալ ամեն անգամվա վրա ավելացնեն իրենց մարտական հզորությունը, իրենց ներդաշնակվածությունը, իրենց կարողությունը այդ տարածքը պաշտպանելու, դրա փոխարեն մենք ինչ ունենք, դրա փոխարեն մենք ոչինչ չունենք, հա, դրա փոխարեն մենք ունենք ձևական բնույթ կրող 25-օրյա հավաքներ, որոնք իրականում ոչինչ մեր զինված ուժերի, այսպես կողքին կանգնող տարածքային պաշտպանության ուժերին չեն տալիս։ Մենք ունենք շատ փոքր թվով արեստավարժ աշխարհազորայիններ, որոնք պայմանագրեր ունեն պաշտպանության նախարարության հետ, որոնք տարին 12 ամիս պայմանագրի տակ են եւ ինչ որ 1 կամ 2 անգամ դիրքեր գնալու պարտավորություն ունեն, բայց դա էլ չի ավելացնում մեր դիմակայությունը, մեր դիմադրելու, պաշտպանվելու կամ հակահարձակվելու կարողությունը, դա չի ավելացնում, որտեղ այդ վարժանքները չեն արվում։ Իսկ թուրքերը ինչ են անում։ Թուրքերը ամեն տարի մեր սահմանների մոտ Հայաստանը գրավելու զորավարժություն են անում։ Ձմեռ լինի, ամառ լինի, տարին 12 անգամ զորավարժություն են անում, որոնց նպատակը, հայտարարած նպատակը զորքի հետևից մտել քաղաքացիական բնակավայրերը մաքրել, գրավել տարածք։ Մենք հակառակը չենք անում։ Մենք պրոֆեսիոնալ բանակ չենք կառուցում։ Պրոֆեսիոնալ, տեսեք, պրոֆեսիոնալ բանակ եզրույթը ենթադրում է զորակոչի բացակայություն, հա, ենթադրում է բացառապես արհեստավարժ զինվորականներով համադրում, հա, մենք այն ինչ որ հայտարարում ենք, որ պրոֆեսիոնալ բանակ, իրականում պրոֆեսիոնալ բանակի եւ զորակոչային զորահավաքային բանակի խառնուրդ պետք է լիներ, բայց մենք նույնիսկ դա չենք անում։ Մենք տեսեք Արցախից եկած մոտավորապես 10,000 զինվորական ունենք տեղահանված, հա, որից շատ փոքր մասն է հետ վերցվել զինվորական ծառայության։ Այս վերջերս փորձ արվեց
զորացրված բարձրաստիճան սպաներին, բարձրաստիճան չասեմ, միջին խմբի սպաներին, հա, փոխգնդապետ, մինչև փոխգնդապետ իրենց ծառայություն հետ վերցնելու, բայց դա էլի ձևական իմ ունեցած տեղեկություններով ձևական բնույթ է կրում շատ փոքր մասշտաբ է կրում, որովհետև դա չի ուղեկցվում այսպես նաև տնտեսական բաղադրիչով այդ մարդկանց վերցնում են ծառայության, բայց այն հին ժամանակներում որ մտադրություն ունեինք զորացրվածներին ուղարկել քաղաքացիական մասնակցություն ստանալու եւ տնտեսապես ակտիվ մնալու, ել այս մարդկանց ընդհանրապես թոշակի փոխարեն աշխատավարձ են ուզում տան, հա, ոչ թե էլի նախապատրաստեն եւ պատրաստեն իրենց հետագա տնտեսապես ակտիվ կյանքը։ 3-4 տարի հետո ծառայելու են, տեսնում են, որ պաշտոնական առաջ խաղացումը իրենց համար եթե որ չասեմ արգելված է, ապա շատ դժվարացած է, որտեղ կան կադրայիններ, որոնք որ այսպես 12-20 տարի ծառայում են եւ ունեն հավակնություններ, այս նոր հետ վերցվածները իրենց համար ծառայական առաջխաղացումը շատ բարդ է լինելու, որտեղ իրենք կտրված են այդ հոսքերից, այդ տրենդերից կտրված են, իրենց ուսուցումը պետք է լինի ավելի ինտենսիվ, իրենց ուսուցումը պետք է լինի ավելի այսպես առաջանցիկ, որպեսզի իրենք չհիասթափվեն 2-3 տարի հետո հետ չզորացրվեն, գնան էլի նստեն բազմոցին իրենց թոշակը սպառեն կամ լքեն Հայաստանը ընդհանրապես, եւս մեկ անգամ հիասթափված լինելով։ Պետք է այս ամեն ինչը ուղղորդվի գործուն քայլերով։ Իսկական պետք է ունենանք լուրջ ռազմավարություն զինված ուժերի բարեփոխման։ Դա չպետք է լինի ասֆալտի վրա 1 կիլոմետր վազելով կամ տուրնիկից 12 անգամ ձգվելով։ Դա պետք է լինի իրեն վստահված ստորաբաժանումը դեռ մի բան լավել գիշերային երթ կազմակերպելով, առաջի երկրորդ գծի արանքում անընդհատ տեղաշարժվելով, տարածքը հասկանալով, տարածքը ընկալելով, իրենը դարձնելով, տարածքի ինժեներական համալրումը, ինժեներական կահավորումը իդեալական դարձնելով, որպեսզի հարձակման ժամանակ մենք առաջնագծից բացի ուրիշ բան չկորցնենք եւ ամեն ինչ անենք հակառակը, հա, որ այդ նույն առաջնագիծը հետ վերցնենք շատ ավելի արագ, դե թշնամուն ավելի մեծ կորուստներ պատճառելով, որտեղ այդ տարածքի տերը այդ տարածքը իմացողը մենք ենք, բայց դա չենք անում, դրա փոխարեն դասարանային քննություններ ենք անցկացնում։ Եվ շարային տեսեք այդ սպառազինությունը որ մենք ձեռք ենք բերում նաև ինժեներական ենթակառուցվածքներ եւ այլն որ ասում են սահմանային հատվածներում իրականացվում են եւ այլն այսինքն մենք կոպիտ գուցե չի տեխնիկական մասով անում ենք ինչ որ բաներ բայց բովանդակությունը այդ նշածը դա չենք անում բովանդակությունը մարտական ոգին է բանակի բովանդակությունը դա մարտական ոգին է եւ պատրաստությունը հա եթե մենք պատրաստությունը քննությունը անցկացնում ենք շարային պատրաստությամբ կամ ֆիզիկական պատրաստությամբ կամ կրակային պատրաստությամբ, բայց չենք անում տակտիկական պատրաստությամբ, չենք անում ռազմավարական պատրաստությամբ, չենք անում տարածքային պատրաստությամբ, հա, դա ձևականը ապահովում ենք, մնացածը ոչ։ Եթե բանակի մարտական ոգին պահել այսպես հայտարարվում է, բայց հայտարարվում է, որ ռազմական խնդիր չի դրված տարածքային ամբողջականությունը վերականգնելու, ռազմակալված տարածքները ազատագրելու, այդ թվում նաև ռազմական մեթոդներով, ռազմական ճանապարհով։ Պարզ է, որ դիվանագիտական ճանապարհով չի ազատվելու ճանապարհը։ Թուրքիա եկել եւ օրեցօր ամրանում է այդ տարածքում։ Հաստատ լքելու մտադրություն ոչ ունի, ոչ էլ պատրաստվում, ոչ էլ երբևէ անելու, եթե չլինի կրակոց։ Չի լքելու։ Թուրքի սահմանության մեջ գրված է, որ Թուրքիայի սահմանը այնտեղ է, որտեղ թուրքական զինվորի ոտքն է կոխել։ Հետ չեն գնալու այդ տարածքից։ Ինչպես Սիրիայի հյուսիսային հատվածից հետ չեն գնալու, այնպես էլ Ջերմուկից, Վարդենիսից, Գեղարքունիքի մնացած ռազմակալված հատվածներից, Սյունիքից եւ Արցախից հետ չեն գնալու։ Շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալություն։ Զրուցակիցս ռազմական անվտանգության հարցերով փորձագետ Ավետիք Քերոփյանն էր, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք առաջինի հետ։